Տեսանյութերի այս շարքը ներկայացնում է լաբորատոր սարքավորումներ ու նյութեր և դրանց կիրառմամբ լաբորատոր աշխատանքներ թվային գիրագիտություն և համակարգչային գիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաներից։ Աշխատանքն իրականացվել է Համաշխարհային բանկի կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի շրջանակներում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի պատվերով, զանգահրատարակչության և Բարսարդ ընկերության հետ համագործակցությամբ։ Ողջույն։ Այսօր մենք փորձնական ճանապարհով կորոշենք Հայաստանի Հանրապետության տարածքում միներալների եւ ապարների նմուշների խտությունը եւ դրանք կհամեմատենք նրանց կառուցվածքային եւ ֆիզիկական տարբերությունները պարզելու համար։ Ուսումնասիրությունը կկատարենք գրանիտի, մարմարի, պեմզայի, տուֆի եւ կրաքարի նմուշների վրա։ Հայաստանի Հանրապետության տարածքում հաճախ հանդիպող միներալներից ու ապարներից յուրաքանչյուրն ունի իրեն հատուկ խտություն և կառուցվածք։ Գրանիտ՝ կարծր, կարմրավուն կամ մոխրագույն ապար, որը կազմված է հիմնականում քվարցից, փայլարից և դաշտային շպատից։ Գրանիտը ունի բարձր խտություն և ամրություն։ Բազալտ՝ մուգ գույնի հրաբխային ապար է, շատ ամուր և ծանր։ Մարմար՝ սպիտակ կամ գունավոր մետամորֆիկ ապար, ունի գեղեցիկ փայլ և խիտ կառուցվածք։ Պեմզա՝ բաց գույնի, ծակոտկեն և թեթև հրաբխային ապար, որը հաճախ ջրի վրա էլ կարող է լողալ։ Տուֆ՝ վարդագույն, կարմրավուն կամ բաց մոխրագույն հրաբխային ծագում ունեցող քար, ավելի փափուկ և թեթև։ Կրաքար՝ նստվածքային ապար, բաղկացած է հիմնականում կալցիումի կարբոնատից, ունի միջին խտություն։ Քվարց՝ քվարցը, գիպսը, պիրիտը և մյուս միներալները նույնպես ունեն տարբեր խտություններ և փայլ։ Քարերի խտությունը կախված է դրանց հանքային կազմից, ծակոտկենությունից և գազային խորհուրդների առկայությունից։ Խտությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով. Ռոն հավասար է M բաժանած V-ի, որտեղ ռոն խտությունն է, M-ը զանգվածը, իսկ V-ն ծավալը։ Փորձն իրականացնելու համար մեզ անհրաժեշտ են միներալների նմուշներ՝ գրանիտ, մարմար, պեմզա, տուֆ, կրաքար։ Ճշգրիտ կշեռք, չափիչ տարա, ջուր, անձեռոցիկներ, թուղթ, գրիչ և հաշվիչ։ Չպետք է չափիչ տարան լցվի մինչև եզրը, որպեսզի ջուրը չթափվի։ Քարերը ջրում դնելիս չթափել ջուրը։ Չորացնել քարերը մինչև կշեռքի վրա դնելը։ Սեղանին դնենք բոլոր նմուշները և կարճ դիտարկում անենք գույնը, կառուցվածքը, խոշոր հատիկների առկայությունը։ Օրինակ պեմզան ակնհայտ թեթև է, ունի ծակոտկեն կառուցվածք, իսկ գրանիտը ծանր է ու կոշտ։ Յուրաքանչյուր նմուշի զանգվածը չափենք կշեռքով և գրանցենք աղյուսակում։ Ծավալը որոշենք ջրի տեղաշարժի մեթոդով։ Չափիչ անոթի մեջ լցնենք որոշակի ծավալի ջուր։
Նշենք սկզբնական ցուցումը, ապա նրա մեջ ընկղմենք քարը։ Նշենք ծավալի նոր ցուցումը եւ դրանք գրանցենք աղյուսակում։ Ծավալների տարբերությունը կլինի քարի ծավալը, այն նույնպես գրանցենք աղյուսակում։ Հաշվենք քարի խտությունը։ Ռոն հավասար է M-ը բաժանած V բանաձևով եւ արդյունքները գրանցենք աղյուսակում։ Այժմ վերլուծենք ստացված տվյալները։ Մարմարը եւ գրանիտը բարձր խտությամբ քարեր են, 2.6 գրամ սանտիմետր խորանարդից ավելի։ Այս քարերը ունեն ամուր եւ խիտ կառուցվածք, քիչ ծակոտկենություն եւ բարձր մեխանիկական դիմադրություն։ Դրանք դիմացկուն են մաշվածքի, ջրի ներթափանցման եւ քիմիական ազդեցությունների նկատմամբ։ Օբսիդիան եւ կրաքարը միջին խտությամբ քարեր են։ Օբսիդիանն ունի ապակենման կառուցվածք, ոչ հատիկավոր է։ Կրաքարը ունի համեմատաբար միատարր կառուցվածք, բայց հավանաբար պարունակում է մանր ծակոտիներ։ Պեմզան եւ տուֆը ցածր խտությամբ քարեր են։ Պեմզան շատ թեթև է, շնորհիվ բազմաթիվ գազային խոռոչների առաջացած հրաբխային ժայթքման ժամանակ։ Տուֆը նույնպես ծակոտկեն է, բայց ավելի ծանր, քան պեմզան, ունի փխրուն կառուցվածք։ Պեմզայի խտությունը փոքր է, քանի որ այն ծակոտկեն է եւ պարունակում է գազային խոռոչներ։ Գրանիտն ու մարմարը խիտ են եւ ունեն բարձր խտություն։ Խտությունը հանդիսանում է նյութի կարևոր բնութագրիչ, որը օգնում է հասկանալ տարբեր քարերի տեսակները եւ նրանց կառուցվածքը։ Շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։